Ողջույն սիրելի բարեկամներ, աշխարհում ամենահայտնի ըմպելիքներից է թեյը։ Աշխարհում այս ըմպելիքի մի քանի հազար տեսակ կա։ Թեյի սորտերի բազմազանությունը շատ զարմանալի է։ Ամենատարածված թեյերն են սևը և կանաչը։ Սև թեյը հիանալի է աշխուժացնում և տոնուսավորում է մարմինը, ուժ է հաղորդում, մեծացնում է էներգիան։ Նաև դրական ազդում է արյան շրջանառության վրա։ Կանաչ թեյը նույնպես պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, կարգավորում է իմունիտետը և ունի մաքրող հատկություն, նորմալացնում է արյան ճնշումը։ Կարմիր թեյը, որը անվանում են կարկադե, քիչ է հայտնի, սակայն այն արժանի է ուշադրության, քանի որ նրա կազմը իսկապես յուրահատուկ է։ Այս տեսակի թեյը ունի բուժիչ հատկություններ։ Հիբիսկուսի թեյը ըմպելիք է, որը առանձնանում է խորը կարմիր ռուբինային գույնով և հաճելի նուրբ համով, մի փոքր թթվայնությամբ։ Այս թեյի գույնը ու համը տալիս են սուդանական վարդի ծաղիկները, որը ինչպես նաև կոչվում է հիբիսկուս։ Ժողովրդական բժշկության մեջ այս բույսի օգտագործումը հիշատակվում է հին ժամանակներից։ Այդ ժամանակներում այս թեյը հայտնի է եղել որպես փարավոնների խմիչք կամ թագավորական ըմպելիք։ Երկար ժամանակ ծառայել է որպես փրկություն բազմաթիվ հիվանդություններից։ Հետաքրքիրը այն է, որ իրականում սա նույնիսկ թեյ չէ իր ավանդական իմաստով։ Բուսական ըմպելիք է, որը ստացվում է հիբիսկուսի թերթիկներից։ Հիբիսկուսի թերթիկները օգտագործվում են ոչ միայն թեյ պատրաստելու համար, դրանք կարելի է նաև ավելացնել օրինակ աղցանների և այլ ճաշատեսակների մեջ։ Օգտագործվում է որպես բնական ներք և նույնիսկ պարարտանյութ։ Հիբիսկուսը կամ սուդանական վարդը ակտիվորեն օգտագործվում է դեղագիտության և բժշկության մեջ։ Որոնք են հիբիսկուսի թեյի բուժիչ հատկությունները, որոնք այն դարձնում են այդքան արդյունավետ։ Առաջին հերթին այն ամրապնդում է իմունային համակարգը, օգնում է պահպանել երիկամների, լյարդի և սրտի առողջությունը, նորմալացնում է արյան ճնշումը, վերացնում է այրոցը, ունի հակաբորբոքային և միզամուղ ազդեցություն։ Կարմիր թեյը հիանալի տոնուսավորում է մարմինը, առանց ավելորդ հուզմունք առաջացնելու, այնպես որ կարող եք խմել այն երեկոյան, առանց սրտի հաճախության բարձրացման և քնի հետ կապված խնդիրների վախի, ընդհակառակը, դա կօգնի ձեզ ավելի արագ քնել։ Իր բաղադրության մեջ առկա հակաօքսիդանտների ամենահարուստ հավաքածուի շնորհիվ վառ կարմիր հիբիսկուսի թեյը իրավամբ կարելի է անվանել երիտասարդության իսկական էլիքսիր։ Հակաօքսիդանտները, ինչպես հայտնի է, պաշտպանում են մարմինը ազատ ռադիկալների կործանարար ազդեցությունից։ Ի դեպ, այս ալիքում ազատ ռադիկալների թեմայով նույնպես կա տեսանյութ, կարող եք դիտել և ծանոթանալ։ Ազատ ռադիկալները անկայուն միացություններ են, որոնք արտազատվում են օքսիդատիվ սթրեսի ժամանակ, վնասելով օրգաններին և հյուսվածքներին։ Այս մասնիկների ազդեցությունը հանգեցնում է վաղաժամ ծերացման, սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի։ Ուստի հիբիսկուսի թեյ խմելը լավ կանխարգելիչ կլինի սրտի կաթվածի, ինսուլտի և քաղցկեղի դեմ։ Պեկտինների բարձր պարունակության շնորհիվ կարմիր թեյը արդյունավետորեն հեռացնում է նյութափոխանակության արտադրանքները, վնասակար խարամները և տոքսինները մարմնից։ Եթե անհրաժեշտություն կա ամրացնել անոթների պատերը դրանց հետ կապված խնդիրների դեպքում, ապա սա պատճառ է ավելի մոտիկից նայել հիբիսկուսի թեյին և անպայման ներառել այն ձեր ամենօրյա սննդակարգում։ Հիբիսկուսի թեյը պարունակում է անտոցիանին նյութը, որը ամրացնում է փոքր անոթների պատերը, մեծացնելով մեծ անոթների, զարկերակների և երակների առաձգականությունը։ Այն նաև չափազանց օգտակար կլինի բարձր խոլեստերինով մարդկանց համար, քանի որ դա նվազեցնում է այս վտանգավոր նյութի պարունակությունը, որի պատճառով անոթների ներսում առաջանում են ճարպային թիթեղներ։ Գիտական հետազոտությունները ապացուցել են, որ Սուդանի վարդի թերթիկներից ստացված թեյը
նվազեցնում է ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը, այն է վատ խոլեստերինը, ինչպես նաև տրիգլիցերիդները, և բարձրացնում է լավ խոլեստերինի մակարդակը, բարձր խտության լիպոպրոտեինները, որոնք նորմալացնում են ճարպային նյութափոխանակությունը։ Կարմիր թեյը պահպանում է սրտի և արյան անոթների առողջությունը։ Այս վարդի ծաղիկներից պատրաստված թեյը շատ սիրված է կանանց շրջանում, քանի որ այն բարելավում է մաշկի, մազերի և եղունգների թիթեղների վիճակը։ Բացի այդ, ցուրտ եղանակների ընթացքում հիբիսկուսի թեյը հիանալի կանխարգելիչ միջոց է գրիպի, սուր շնչառական վիրուսային վարակների դեմ, բարձրացնում է իմունիտետը և օրգանիզմի դիմադրողականությունը։ Նման հատկություններ նրան տալիս են այս ըմպելիքի մեջ պարունակվող ասկորբինը և կիտրոնաթթուն։ Հիբիսկուսի թեյը կօգնի նվազեցնել մարմնի բարձր ջերմաստիճանը և բարելավել ընդհանուր վիճակը։ Լսելով այս ամբողջ տեղեկությունը, դուք կարող եք մտածել, ինչ կախարդական ըմպելիք է սա բոլոր հիվանդությունների համար։ Կարո՞ղ է նման բան իսկապես գոյություն ունենալ։ Եվ այս դեպքում, սիրելի բարեկամներ, դուք միանգամայն ճիշտ կլինեք, քանի որ հիբիսկուսը բոլորի համար հարմար չէ։ Այս թեյի, ինչպես նաև ցանկացած այլ ըմպելիքի, արտադրանքի կամ դեղամիջոցի օգտագործման մի շարք հակացություններ կարող են լինել, և դրանց մասին իմանալը ավելորդ չի լինի։ Այսպիսով մի քանի վիճելի հարցեր, որոնք մենք պետք է պարզաբանենք։ Նախ, հիբիսկուսը օգնում է նիհարել։ Փաստը այն է, որ կարմիր թեյը ուղղակիորեն չի ազդում քաշի կորստի վրա, քանի որ այն չի օգնում կալորիաներ այրել և չի նվազեցնում սննդի հանդեպ հակումը, չի ճնշում սովի զգացումը։ Ընդհակառակը, որոշ երկրներում այն խմում են ուտելուց անմիջապես առաջ, հենց ախորժակը բարձրացնելու նպատակով։ Այնուամենայնիվ, սուդանական վարդի թեյը դեռևս ներառված է նիհարելու ծրագրերում իր ուժեղ միզամուղ ազդեցության շնորհիվ։ Այն ունի բարենպաստ ազդեցություն մարմնի քաշի վրա նաև նյութափոխանակության գործընթացի ակտիվացման շնորհիվ։ Երկրորդ կարևոր հարցերից է. ինչ ազդեցություն ունի հիբիսկուսի թեյը արյան ճնշման վրա։ Կարծիք կա, որ այն օգտակար է և հիպերտոնիկների համար, և հիպոտոնիկների համար։ Շատերը վստահ են, որ եթե ըմպելիքը տաք խմեն, կարող են բարձրացնել ցածր ճնշումը, իսկ եթե այն սառը խմեն, ընդհակառակը, կարող են իջեցնել ճնշումը։ Իրականում, թեյի ջերմաստիճանը էական չէ ճնշման հարցում։ Արյան բարձր ճնշմամբ դրա ազդեցությունը իսկապես դրական կլինի այն նյութերի պարունակության շնորհիվ, որոնք ամրացնում են անոթային պատերը։ Ռուտինի ֆլավոնոիդներ, կարբոլիկ և գամմա լինոլենաթթուներ։ Ցածր արյան ճնշման ժամանակ խորհուրդ է տրվում հիբիսկուս խմել տաք վիճակում, քանի որ այն աշխուժացնում է և լայնացնում է արյան անոթները, բարելավելով ինքնազգացողությունը։ Հիպերտոնիկ հիվանդներին խորհուրդ է տրվում խմել հիբիսկուսի թեյը սառեցված կամ տաք։ Նկատելի արդյունք ունենալու համար հիպերտոնիկ հիվանդները օրվա ընթացքում պետք է եփեն առնվազն 3 բաժակ հիբիսկուսի թեյ, իսկ ազդեցությունը կարելի է սպասել մոտ 1,5 ամսից։ Ամեն դեպքում շարունակական կուրսը տևում է առնվազն 2 շաբաթ։ Ինչպես է հիբիսկուսի թեյը ազդում կղանքի վրա։ Առաջանում է արդյոք կապ, կամ այն թուլանում է։ Տարածված թյուր կարծիք կա, որ հիբիսկուսի թեյի կանոնավոր, երկարատև օգտագործումը հանգեցնում է փորկապության։ Իրականում այն ունի շատ մեղմ և նուրբ լուծողական ազդեցություն։ Արդյոք կարելի է հիբիսկուսի թեյ խմել շաքարային դիաբետով մարդկանց։ Իհարկե հնարավոր է, բայց շաքարային դիաբետով մարդիկ չպետք է թեյը խմեն շաքարավազով կամ շաքարով։ Նրանց համար ավելի լավ է խմել կարմիր թեյ առանց քաղցր, վայելելով թեյի թեթև թթվայնությամբ համը, կամ ավելացնել շաքարավազը փոխարինող քաղցրացուցիչներ։ Պետք է հիշել հիբիսկուսի թեյ խմելու հակացությունների մասին, որպեսզի չվնասվի օրգանիզմը։ Օրինակ, հիբիսկուսը խորհուրդ չի տրվում հղիներին, քանի որ դա կարող է առաջացնել արգանդի կծկումներ։
Բացի այդ, հիբիսկուսը կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել։ Ուստի ալերգիայի հակում ունեցող մարդիկ նույնպես չպետք է այն ներառեն իրենց սննդակարգում։ Նաև հակացուցված է գաստրիտ, ստամոքսի բարձր թթվայնություն, ստամոքսի և 12-մատնյա աղիքի պեպտիկ խոց ունեցող մարդկանց։ Այս հիվանդությունների դեպքում հիբիսկուսի թուրմը կարող է հանգեցնել տհաճ հետևանքների։ Խորհուրդ չի տրվում կարմիր թեյը խմել դատարկ ստամոքսին, դրա մեջ թթվի առկայության պատճառով։ Այս ըմպելիքը ավելի լավ է խմել ուտելուց 2 ժամ հետո։ Ինչպես պատրաստել հիբիսկուսի ճիշտ բաղադրատոմսով թեյը։ Կարելի է ձեռք բերել ինչպես խանութներում, այնպես էլ դեղատներից։ Լցնում են 1 թեյի գդալ 4 ծաղկաթերթերը բաժակի մեջ, ավելացնում են 1 բաժակ եղմանջուր և թրմում են մոտ 5-ից 10 րոպե։ Մեկ այլ տարբերակում չեն թրմում։ Այս դեպքում ծաղկաթերթերը լցնում են սառը ջրի մեջ, տարան դնում են գազի վրա, այնուհետև տաքացնում են մինչև եռա։ Եռալուց հետո շարունակում են կրակի վրա պահել մոտ 5 րոպե։ Խորհուրդ է տրվում խմել ոչ քաղցր, բայց եթե սիրում եք մի փոքր քաղցր, կարող եք այդ թեյի մեջ ավելացնել մեղր։ Օրինակ կարող եք հետը ավելացնել անանուխի տերևներ, նարնջի կտորներ, համեմունքներ, դարչին կամ մեխակ, կարկադեին համապատասխան, փորձելով նոր համակցություններ։ Շոգ օրերին հիբիսկուսի թեյը կարկադեն հիանալի կլինի որպես զովացուցիչ ըմպելիք, կհագեցնի ծարավը, իսկ տաք կլիմայի համար այն կատարյալ է և տաք վիճակում, և սառը։ Հիբիսկուսի եփած ծաղիկները չի կարելի դեն նետել, խորհուրդ է տրվում ուտել։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ օգտակար պեկտիններ, որոնք սպունգի նման կլանում են խոլեստերինի տոքսինները և նրբորեն հեռացնում են դրանք մարմնից։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, հիբիսկուսի ծաղիկների թուրմի, այլ կերպ ասած կարկադեի մասին։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հավանել այս տեսանյութը և կիսվել այս տեսանյութով ձեր ընկերների հետ։